Մենք այստեղ կույսերի մայրիկը, իսկ այստեղ մենք ձկների հայրը, հոր հետ կապված, համենայն դեպս ծնողներն են, նրանց հետ կապված այդ արտերկրի հետ կապված բոլոր իրավիճակները ձեր ուշադրության կենտրոնում կլինեն, ձեր սիրելի կույսեր, ձեր մայրը կարող է վերադառնալ արտերկրից կամ արտերկրում հնարավոր է նրա թղթերի հետ կապված որոշակի փոփոխություններ լինեն, ուշացումներ լինեն, ուշադրիր եղեք, որպեսզի չկորցնեք ձեր փաստաթղթերը, տան առքուվաճառքի հետ կապված կարևոր այդ իրադարձությունները, իրավիճակները կարող են ժամանակավորապես հետաձգվել։ Ձկների 10-րդ տունն է, դա 10-րդ տունը դա հայրն է, դա բարձր մասնագիտական մեր աշխատանքն է, այն աշխատանքը վարկանիշն է, սիրելի ձկներ, ժամանակավորապես կարող է արտերկրի հետ կապված ձեր գործերը հետաձգեն եւ ուսուցման process-ի հետ կապված եւ աշխատանքի հետ կապված եւ նաեւ կարող է ձեր ղեկավարը ուղղակի ժամանակավորապես բացակայի, եւ բացակայի եւ կարող է ձեզ հրաման տալ, որ ժամանակավորապես թողնեք աշխատանքը, ուստի ուշադիր եղեք սիրելի կույսեր եւ ձկներ, որպեսզի ձեր աշխատանքի եւ ձեր տան հետ կապված գործերը նորմալ ընթացքով ընթանան։ Սիրելի առյուծներ եւ ջրհոսներ, առյուծների 5-րդ տուն, ջրհոսների 11-րդ տուն, 5-րդ տունը դա երեխաներն են, 11-րդ տունը կրկին երեխաներ են, ձեզ երեխաներ են սպասում, սիրելի առյուծներ, դուք անսպասելի կարող է այսպես անսպասելի ուղղակի նկատեք, որ բալիկի եք սպասում ձեր արտասահմանյան ճանապարհորդությունից հետո եւ դա կարող է լինել նոյեմբերի 9-ից 29-ը, նույնը նաեւ ջրհոսներին, սիրելի ջրհոսներ, ձեր արտերկրի հետ կապված այդ բոլոր կարևոր նախաձեռնությունները, ծրագրերը մի հանրայնացնեք մինչև նոյեմբերի 29-ը, թող այդ ամենը տեղի ունենա, հետո կհանրայնացնեք, ձեր ծրագրերը ժամանակավորապես կարող են կանգ առնել, իսկ սիրելի առյուծներ, ձեր դեպքում ձեր երեխաների կրթության հետ կապված հարցերը հնարավոր է, որ ձեզ այսպես մի քիչ թափ տան, բառացիորեն ասեմ, պետք է ուշադիր լինեք, որպեսզի ձեր երեխաները այդպես ըստ կանոնակարգի հաճախեն դասերի, չթողնեն, նաև 5-րդ տունը դա սպորտն է, որպեսզի նրանք չթուլանան եւ կրթության հարցում եւ սպորտի հետ կապված հարցում եւ ընդհանրապես կյանքում այդ իրենց առաջընթացը ապահովելու բոլոր այդ մանր գործերում։ Սիրելի խեցգետիններ եւ այծեղջյուներ, խեցգետինների 6-րդ տուն, այծեղջյուների 12-րդ տուն